Հարգելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ, որ ներկա եք գտնվում։ Այսօր մենք ազդարարում ենք համապետական հանրագրի մեկնարկ, հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով։ Մի փոքր նախաբան ներկայացնենք, ինչ տեղի ունեցավ դեռևս սույն թվականի մայիսին Հեցի հայ էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության սեփականատերերը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել էին դիմում առ այն, որ իրենց արդյունավետ կառավարման արդյունքում կուտակված շուրջ 3 միլիարդ դրամի հաշվին իջեցվի բնակչության հոսանքի սակագինը։ Այս դիմումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ հնարավոր է հետագա կիսամյակի ընթացքում այս սակագինը կուտակված գումարը նվազվի։ Ինչպես սեփականատերերը ճշգրտորեն հաշվարկել էին, երկրորդ կիսամյակում այս գումարը ոչ միայն կրկնապատկվել էր, այլ նաև գերազանցել էր կրկնապատիկը, այս պայդրությամբ 6 միլիարդ դրամից ավել կուտակված գումար է առկա, և եթե կհիշեք, հոկտեմբերի 30-ին Տաշիր կապիտալի կողմից կրկին մուտքագրվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմում հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով։ Այդ ժամանակ մենք ես Մելոյան Գոհարս և գործընկերս Արտուրը Միքայելյան ներկա ենք և ազդարարեցինք, որ հանրային վերահսկողություն ենք մեկնարկում այս պետական մարմնի նկատմամբ, որպեսզի հոսանքի սակագնի իջեցումը, որը հիմնավորված և արդարացի պահանջ է, տեղի ունենա։ Այսօր դեկտեմբերի 3-ն է և մինչ օրս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ դիմումին չի արձագանքել, անպատասխան է մնացել։ Հետևաբար մենք իդեմ մեր ձևով շարժման մեկնարկում ենք համապետական ստորագրահավաք հանրագրի տեսքով։ Հանրագիրը դա 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում ձեռք բերված հանրային վերահսկողության և հանրային հաշվետվողականության ժողովրդավար կարևորագույն ինստիտուտները կյանքի կոչող մեխանիզմ է, ինքը լավագույն բարեփոխումներից ու ներդրումներից էր մեր սահմանադրության մեջ, որի միջոցով քաղաքացիները կարողանում են իրենց վերաբերելի հարցերով, իրենց կյանքին առնչվող հարցերով պետական մարմիններին դիմումներ և պահանջներ ներկայացնել։ Հետևաբար այսօր մենք տալիս ենք այս ստորագրահավաքի մեկնարկը և արդյունքում կրկին թիրախային մարմինը, իրավասու մարմինը լինելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որտեղ մեր պահանջը, դիմումը մուտք ենք անելու մեր քաղաքացիների ու Հայաստանի Հանրապետության բնակիչների ստորագրություններով։ Գործընկերս կներկայացնի տեքստը հանրագրի և հետագա գործընթացը կյանքի կոչելու։